ՀՀՊ-ում վերջին օրերին բարեվարկության քննությունների փուլ է եւ բոլորը աշխատակիցներն ու պաշտոնյաները փորձում են առավել զուսպ լինել թաքցնել իրենց կապերը։ Այս համատեքստում խնդիր կա ՊԵԿ ամենակարևոր վարչությունում Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Այս վարչության պետը արժանախտի падգամավոր ԿՊԱ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը Գոռ Մարգարյանը Հակոբյանի քավորն է։ Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարկության քննությունից չկտրվեն։ Մեզ ասացին, որ Գոռ Մարգարյանը մեկիկ բոլոր աշխատակիցներին զգուշացնում է, որ իրենց քավոր սանիկ հարաբերությունների մասին որևէ տեղ ոչինչ չասեն։ ՊԵԿ-ից պատմեցին նաև, որ Գոռ Մարգարյանն է իրականում վարչության պետի գործառույթները փաստացի իրականացնում։ Նա յուրայիններով է շրջապատել իրեն եւ սև ու սպիտակի տրամաբանությամբ է կառավարում վարչությունը։ Իսկ Երջանիկ Հակոբյանը պարզապես պաշտոնական մասն է ապահովում եւ վայելում պաշտոնը։ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից, թե Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը, թե Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը, թե Քաջարյանի Մանվել Փարամազյանը սկզբից մինչև վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի Քարավան ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որի ներկա են եղել նաև մարզպետը, տեղակալները, սյունեցի ԿՊԱ-ական падգամավորները, համայնքապետերը։ Ռեստորանում մնացել են մինչև ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել են Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է Ցենտրալ հյուրանոցում։ Հիշենք, նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվեր Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետևել է Արուշանյանի եւ Փարամազյանի օրինակին, որ խնդիրներ չունենա։ Հիշեցնենք, նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային եւ հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին, եւս մի անհնազանդ քաղաքապետի է հնազանդեցրել։ Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է։ Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին։ Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին ցեղասպանության ողջակոչման նախորդ օրը։ Բացի այն, որ 7 տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաև ավանդական ջահերով երթն է Հույդա երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետևաբար կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը Աշոտի Կամավոսյանը պարզվում է Արմավիրի ԿՊԱ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է։ Մինչև 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել, ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ մանվելականների հետ։ Նախկինում նրա անունը եւս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։ Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի, նախկինում ԿՊԱ-ական պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգործ չի մնացել։ Զբաղեցրել է Էջմիածնի ջոյի պետի տեղակալի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Կամավոսյանն էլ է անցնում ոչխարների գործով։ Ըստ քրեական գործի նա ընկերոջ հետ զրույցում ասել էր, թե իբր ոչխարների արտահանման համար կաշառք պետք է տա Աղազարյանին, նրա այս ցուցմունքը գլխավոր դատախազն ազգային ժողով ներկայացված միջնորդության հիմքում էր դրել, որով էլ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելությունից։